ուսումնական 1 տարի, որը սկսվում է աշնան ու թվում է շատ երկար, բայց ավարտվում է երկար սպասված ամառային արձակուրդներով, մեկ ակնթարթում։ Ինչ կլիներ, եթե բոլոր դպրոցականներն ունենային օրագիր։ Ամեն օր կգրեին դպրոցական սովորական օրերի ոչ սովորական պատմությունները։ Մի դպրոցականի պատմություն, որը սովորում է ոչ միայն գրել ու կարդալ, այլ սերտում է կյանքի ամենակարևոր դասերը՝ ընկերություն, հայրենիք, ընտանիք, սեր, հերոսներ, դառնություններ ու երջանկության պահեր, չէ՞ որ կյանքի գլխավոր դասերը հաճախ դասագրքում չեն, այլ դպրոցի միջանցքում, ընկերների հետ զբոսանքներում, ուսուցիչների ու ծնողների բարի խորհուրդներում։ Իտալացի դպրոցականի պատմություն, որը կմնա ընդմիշտ քո սրտում։ Երազմ Ատենաշարը ներկայացնում է մանկության, ընկերների ու դպրոցական կյանքի մասին իտալական դասական վեպ։ Գիրք, որ հրատարակվել է 1 դար առաջ, թարգմանվել է 25 լեզուներով ու ընդգրկված է դպրոցական պարտադիր ընթերցանության ցանկում։ Էդմոնդո դե Ամիչիս, Սիրտը, առաջին անգամ հայերեն, ամբողջական նոր խմբագրությամբ ու նոր հրատարակությամբ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Մենք վերադարձանք, մենք դիտեցինք նաև Նյումեկ հրատարակության Երազմ Ատենաշարի հրատարակած գրքի Էդմոնդո դե Ամիչիսի Սիրտը վեպի թրեյլերը։ Գիրքն առաջին անգամ հայերեն հրատարակվել է անցյալ դարի 60-ականներին։ Նյումեգը վեպը ներողություն վերահրատարակել է նոր խմբագրությամբ, մի քանի նոր գլուխների թարգմանությամբ եւ նոր շապիկով։ Սիրտը վեպի մասին կզրուցենք Նյումեկ հրատարակչության մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանի եւ իհարկե ուսում դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մարիամ Սահակյանի հետ։ Բարի առավոտ Մարիամ, բարի առավոտ Մանու, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Շատ գեղեցիկ, շատ կարևոր թեմայի մասին ենք խոսելու։ Սկսում ենք մեր առաջին գրքից՝ Սիրտը։ Եվ առաջին հարցը ինչու Նյումեգը որոշեց վերահրատարակել այս ստեղծագործությունը։ Որովհետև մեր շրջապատում շատ երեխաներ կան եւ մեզ հաճախ էին դիմում եւ մեր ծանոթները եւ մարդիկ ուղակի, որոնք գիտեն, որ մենք մանկական գրականություն ենք հրատարակում եւ ասում էին սիրտը գիրքը ինչու չեք տպում։ Մենք սկսեցինք ուսումնասիրել, շատ հարցեր եղան։ Պարզվեց գիրքը առաջին անգամ խորհրդային միության տարիներն է հրատարակվել, մի քանի անգամ վերահրատարակվել է, որից հետո արդեն վերջերս, երևի մի 5-6 տարի առաջ է մի վերջին անգամ հրատարակվել, բայց գրախանութներում չկա, գրադարաններում հին օրինակներ են, այնքան մաշված, որովհետև երեխաները շատ են կարդացել։ Այդ պատճառով որոշեցինք ուսումնասիրել, հասկացանք, որ նոր հրատարակություն չկա եւ որոշեցինք մենք այդ գործը անել, որովհետև գիրքը պարտադիր գրականության ցանկում է ընթերցանության համար երեխաների դպրոցական, որոշեցինք օգնել, որովհետև նույնիսկ քաշում էին on-line էին կարդում կամ, չգիտեմ, տարբեր ձևերով իրար էին փոխանցում, որը անհարմար էր երեխաների համար։ Գիրքը մանկապատանեկան գրականության մեջ դասական է արդեն համարվում, եթե չեմ սխալվում, եւ դուք ասացիք, որ արդեն նոր հրատարակություն է, միգուցե խորհրդային միության ժամանակ հայերեն թարգմանությունը ոչ այդքան ամբողջական է, ինչն էր պատճառը հենց թարգմանության հետ կապված, որտեղ դուք առանձնակի շեշտել եք նաև թարգմանությունը։ Ճիշտն ասած, մենք պարզապես որոշեցինք առաջին հայացքից ընթերցելով, որոշեցինք, որ կա մի քանի խմբագրական աշխատանք կատարելու առիթ կա։ Բայց ընթացքում պարզվեց, որ բավականին շատ, մոտարպես 10-ից ավելի, 16-17 գլուխ հայերեն երբեք չի թարգմանվել գրքից։ Մենք բնականաբար արդեն դիմեցինք իտալերենի մասնագետի, այդ մնացած երբեք թարգմանված ու հրատարակված հատվածները եւս թարգմանեցինք եւ մնացած ամբողջությամբ արդեն խմբագրեցինք ավելի գեղեցիկ հայերենով, ավելի պարզ բառերով, որովհետև հասանելի ժամանակակից սերունդի։ Այո, որովհետև շատ հետաքրքիր էր, որ խնդիրն այն է, որ խորհրդային միության ժամանակ ռուսերենից էր թարգմանվել հայերեն, իտալերենից էր թարգմանվել եւ շատ զվարճալի թարգմանություններ կան, որ կարդում ես չես հասկանում։ Իհարկե առաջին հայացքից դե լավ, անցնում ես առաջ, բայց հետո իտալերենի հետ համեմատելուց պարզվում է ինչ որ մրգերի ուտեստների անուններ են օրինակ, որոնք գուցե այդ ժամանակ հայտնի չեն եղել այստեղ եւ պարզապես ուրիշ բառեր են թարգմանել, ընդհանրապես։ Մի խոսքով շատ հետաքրքիր եւ ամենակարևորը, որ գլուխները չէին թարգմանվել։
Այն գլուխները, որոնք վերաբերում էին Աստծուն, որոնք վերաբերում էին թագավորներին, հայրենիքին, մի խոսքով կարևոր մասերը դե խոսում եք սովետացված գուցե ամենակարևորը չէին, բայց կարծում ենք արդար չէ հեղինակին թարգմանել եւ մի մասը չթարգմանել, գրաքննել։ Մենք որոշեցինք չգրաքննված տարբերակը։ Թարգմանություն է փաստորեն եղել։ Բայց հիմա գտնվեց օբյեկտիվ եւ լիովին ամբողջական, ամենակարևորը հենց Բայց հատկանշական է, որ գրքի թեման իսկապես գերել է երեխաներին, նաև պարտադիր գրականության ցանկում է, չէ՞ Մարիամ, դուք ուսուցչուհի եք, վերջերս էլ բաց դաս եք արել երեխաների հետ եւ հենց այս թեմայով, ինչու հենց այս վեպը ընտրեցիք եւ ինչպես անցավ առհասարակ բաց դասը։ Բաց դասը շատ լավ անցավ, որովհետև երեխաները շատ ոգևորված էին։ Իհարկե, այստեղ մենք ունենք հատված, որը ներառված է դպրոցական ծրագրում, այդ հատվածը մենք ավելի շուտ էինք կարդացել եւ երեխաները շատ սիրել էին այդ պատմությունը, Ջուլիայի մասին էր, որը շատ համարձակ, աշխատասեր ու չհանձնվող մարդ էր եւ ոգևորող կերպար էր։ Հետո որոշեցի, որ երեխաներին հանձնարարեմ ու ամբողջությամբ գիրքը կարդանք ու քննարկենք։ Իսկ ինչու եմ ընտրել սիրտը, որովհետև այնտեղ կարող ենք ձևավորել ու ամրապնդել այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են բարությունը, աշխատասիրությունը, մարդասիրությունը, հարգանքը դիմացինի նկատմամբ, մյուսներին հասկանալու կարողությունը եւ այլն։ Իհարկե երեխաները ծանոթ են իմ թվարկած արժեքներին, սակայն նրանք ինքնուրույն չեն կարողանում հասկանալ այդ ամեն։ Օրինակ, ինչ է նշանակում լինել լավ մարդ, լավ ընկեր, խիղճ ունենալ, պատասխանատվություն ունենալ։ Այստեղ իհարկե մեզ օգնության են գալիս գրքերը։ Իսկ սրտում յուրաքանչյուր պատմություն կարելի է ասել մի հայելի է, որտեղ երեխան տեսնում է ոչ միայն հերոսին, այլև հենց ինքն իրեն։ Եվ գիրքը նրանով է հատկանշական, որ այնտեղ չի ասում, թե ինչպիսին պետք է լինել, այլ ասում է, թե եթե դու անես այս ընտրությունը, ապա ինչ կարող է լինել, ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Այսինքն նրանք ընտրություն են կատարում լավի, վատի, բարության կամ անտարբերության միջև։ Գիտեք, գիրքը ընդհանրապես կարծում եմ նաև դասագիրք է կյանքի առումով, այսինքն պատմում է այնտեղ, եթե չեմ սխալվում, դպրոցականի մասին, որը որ իր ընտանիքի հետ հարաբերությունները, ընկերների, ինչու ոչ դպրոցի դասերի հետ կապված, բայց ինչը դուք կառանձնացնեք հենց բովանդակության մեջ եւ ընդհանուր ինչպիսին է բովանդակությունը։ Շատ հետաքրքիր է, որ պարզ է, որ բոլորս դպրոցում բազային կրթություն ենք ստանում, ամենակարևոր գիտելիքները, բայց բոլորս էլ գիտենք, որ կյանքի դասերը ոչ միայն դպրոցում են երեխաները ստանում, այլ շփման մեջ, դրսում, բակում, ընկերների, հարևանների, բարեկամների, ծնողների հետ, եւ այս գրքում հենց այդ ամենն է ցույց տալիս, ոչ թե միայն թե ինչպես պետք է լինել դպրոցում, պետք է լավ սովորել, պետք է հարգել ուսուցիչներին, այլ բոլորին։ Շատ հետաքրքիր է, որ մոտավորապես 150 տարի առաջ է հրատարակվել գիրքը եւ շատ կարեւոր նուրբ էլեմենտներով ցույց է տալիս ինչպես վերաբերվել հաշմանդամություն ունեցող երեխաներին, ինչպես վերաբերվել կույր մարդկանց, ինչպես վերաբերվել մարդկանց, որոնք աղքատ են, գումար չունեն եւ դու տեսնում ես, որ քեզ հետ մի դասարանում են սովորում, բայց չունեն գրիչ, չունեն այն հագուստից, որով դու ամեն օր գալիս ես, չեն ուտում այն, ինչ դու կարող ես քեզ թույլ տալ ամեն օր։ Այսինքն սրանք հարցեր են, որ բոլոր ժամանակներում են ակտուալ, կարծում եմ, եւ այդ առումով, քանի որ դպրոցականի աշակերտն է, Ամիջիսը շատ հետաքրքիր ձևով մանկական զարմանալու, զայրանալու, հուզվելու բոլոր այդ զգացողություններով գնում է իր ամենօրյա պատմությունը եւ ամենօրյա հարաբերությունները տարբեր մարդկանց հետ, որը կարծում շատ բացի հետաքրքիր լինելուց օգտակար է։ Նաև տեսնում եմ նաև կարծում։ Այո, շատ հուզիչ վեպ է։ Այո, հուզիչ եւ ինչու է սովորեցնում։ Մեր սրբագրիչը, երբ ուղարկել էինք, որ վերջում սրբագրեր, զանգեց, ասեց, «Էս ինչ եք անում ինձ հետ», ասում դուրը չեկավ, ասեց, ամբողջ ընթացքում նստել լացում եմ, ասում լուրջ ես, ասում ես մտածում էի մեծերը այտենց չեն հուզվի, բայց իսկապես շատ հուզիչ գիրք է։ Նաև տեսնում եմ, որ ամիսների է բաժանած, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր եւ այսպես մինչեւ արձակուրդները, մեկ ուսումնական տարի, այո։ Հասկանալի է։ Ամառը վայելում են։ Այո, հետաքրքիր է նաև այսօրվա երեխաները արդյոք պատրաստ են եւ բաց են սովորելու հանդեպ, սովորելու ավելի խորքային իմաստով նկատի ունեմ, խրատներ, երբեմն նրանց չի կարելի եւ կարելիները դժվար են ընդունում, ընդդիմանում են։ Արդյոք բաց են եւ արդյոք գիրքը նաև ճանապարհ է դեպի այդ սառույցի հալչեցման ընթացքը։ Իրականում շատ ճիշտ նկատեցիք, երեխաները չեն սիրում կանոններ ու իրականում պետք է չէ կանոնների միջոցով սովորեցնել։ Դե մենք իհարկե առօրյայում շատ ենք ասում
մի ստիր, մի վիրավորիր, մի հարվածիր, բայց տեսական մակարդակում է մնում ու գործնականում ոչ բոլորի մոտ է, որ կիրառելի է դառնում։ Իսկ այստեղ հենց յուրահատկությունը որն է, որ երեխաները տեսնում են, որ սա մի սովորական դասարան է, սովորական երեխաներ են, կատարյալ չեն, նեղանում են, նեղացնում են, սխալվում են, ներում են ու նրանք տեսնում են կենթանի օրինակներ ու երբ որ արդեն իրենց հուզական դաշտ են բերում ամեն ինչ, նրանք կարողանում են սիրով սովորել, այսինքն պետք է անպայման կյանքին կապել, նրանք տեսնեն, թե ինչով օգտակար կլինի իրենց գիրքը։ Առհասարակ դեռահասության փուլում դե գիտենք ընկերության մասին թեմաները, արդարության մասին թեմաները շատ հետաքրքիր են նրանց ու երբ որ սկսում ենք խոսել դրանց մասին, իրենք արդեն սկսում են իրենց մասին խոսել։ Քննարկման, այսինքն քննարկումը երբ որ խորանում է, իրենք արդեն սկսում են իրենց մասին խոսել, իսկ ինձ հենց դա է պետք, որովհետև հենց այստեղ է, որ գրականությունը ոչ թե դառնում է պարտադիր ընթերցանություն, այլ ինքնաճանաչման գործընթաց։ Մարիամ, նաև շնորհակալ ենք ձեզ, այսքան ճիշտ մոտեցման համար երեխաների հետ, ճիշտ աշխատանքի համար դուք եք իսկապես այն առաջին կետը, ով երևի երեխաների հետ ծանոթացրել է գրքին, բերել է դեպի այս ազատ դաշտ, որտեղ երեխան ոչ թե պարտադրաբար, այլ իր կամքով եւ իր սիրով պետք է ընտրի ես ուսումնասիրի թեման։ Շնորհակալություն, շնորհակալ ենք այո ձեզ վերահրատարակելու համար։ Եվ շատ կարևոր է իդեպ այդ կամքը ոչ թե զորով ստիպել ասել դու պետք է սա կարդաս եւ շապիկնել ամբողջը գրքի, հա, առումով շատ հետաքրքիր եւ ես նկատեցի այսօրվա սերնդի մանուկների համար շատ հետաքրքիր այդ անիմեական շապիկը, որը շատերին այսօր գրավում է եւ ինչու է սա շատ կարևոր հանգամանք է, որ կարող է գրավիչ դառնալ եւ ամեն ինչը թեկուզ սկսվում է հենց այստեղից։ Իհարկե, վիզուալից։ Իսկ մի դեպք կար, փոքր երեխան sense գալիս էր Դաստոևսկու ապուշներ վերցրել, ուղղակի sense նայում էր, այնտեղ լուրջ, ասենք, բան։ Եվ կարդում sense նայում է, ասում է լավ, էս ինչ գիրք է, մի հատ նկար չկա մեջը, չեմ հասկանում, էլի, այսինքն ընկալումը։ Բայց ամեն դեպքում շնորհակալ ենք շատ կարևոր աշխատանքի համար, շատ հետաքրքիր գրքի համար։ Ձեզ լավ օր ենք մաղթում, մենք ունենք դեռ էլի շատ գրքեր, որոնց անդրադառնալու ենք։ Շնորհակալ ենք ձեզ։ Մենք զրուցում ենք Նյումեկ հրատարակչության մուլտիմեդիա բավանդակության պատասխանատու Մանու Իրիցյանի եւ ուսում դպրոցի մայրենի լեզվի, հայոց լեզվի ճիշտ է եւ գրականության ուսուցչուհի Մարիամ Սահակյանի հետ։ Նաև մենք զրուցում էինք Նյումեկի երազ մատենաշար հրատարակված նոր գրքի Էդմոնդո դե Ամիչիսի Սիրտը վեպի մասին։ Այս վեպը մի քանի անգամ հրատարակվել է հայերեն, բայց այս անգամ Նյումեկը այն վերահրատարակել է նոր համալրված թարգմանությամբ, նոր խմբագրությամբ ու նոր շապիկով։ Գիրքը կարող եք գնել Թումանյան 35 հասցեից G-Space-ում գտնվող Նյումեկի բուքսալոնից կամ պատվիրել Newmek.am կայքից։ Իսկ հիմա դիտենք եւս մեկ նոր գրքի տրեյլեր եւ համաշխարհային բեսթսելեր դարձած Ջեֆ Քինի Վտվտիկի օրագրի 3-րդ մասը։ Hey Greg, think back. Երազի ամենավտվտիկ հերոսը վերադառնում է նոր օրագրով, նոր նպատակներով, անհարմար ու զվարճալի նոր պատմություններով։ Գրեգը տարվա սկզբին գրում են նպատակների ցուցակ ու որոշում դառնալ ավելի լավ մարդ։ Հայրն էլ նպատակներն ունի, նա որոշել է կոփել որդուն ու դարձնել ավելի պինդ մարդ։ Աշխարհի ամենազվարճալի տղան սկսում է խուսափել բոլոր տղամարդկային պարտություններից ու հայտնում է անելանելի իրավիճակում գնալ ռազմական ուսումնարան, փոխվել թե փախչել։ Հումորով, ասպասելի եւ զվարճալի Վտվտիկի օրագիրը համաշխարհային բեսթսելերի 3-րդ գիրքը։ Ջեֆ Քինի Վտվտիկի օրագիրը համբերության վերջին կաթիլ է, երազի գիրք։ Շնորհակալություն, մենք դիտեցինք Վտվտիկի օրագիրը, համբերության վերջին կաթիլը գրքի տրեյլերը։ Գիրքը համաշխարհային բեսթսելերի 3-րդ մաս է։ Սա նույնպես դպրոցականի օրագիր է, ավելի զվարճալի, հումորային ու կոմիքսի ոճում։ Այո, Վտվտիկը նույն ինքը Wimpy Kid-ն է։ Այս հերոսն ամբողջ աշխարհում դարձել է երեխաների ամենասիրելի կերպարներից մեկը, իսկ նրա մասին պատմությունները ամենաընթերցվողները։ Մեր տաղավարումը Նյումեկ հրատարակչության գրական ծրագրի ղեկավար Անի Հակոբյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ում հետ զրուցելու ենք այս գեղեցիկ ստեղծագործության 3-րդ մասի
Վերաբերյալ հետաքրքիր է, ինչպես եղավ, որ նաև որոշեցիք թարգմանել երրորդ հատվածը եւ ինչով է այս ստեղծագործությունը իսկապես այդքան գերում գրավում երեխաներին։ Արդեն նշեցիք, որ Վտվտիկի օրագիրը համաշխարհային բեսելեր է եւ սա Վտվտիկի օրագիրը այնպիսի պատմություն է, որ կարդում են ամբողջ աշխարհում բոլոր երեխաները եւ բոլոր դպրոցականները։ Իրավիճակները գրքերում այնպիսին են, որ ծանոթ են ցանկացած երկրում ապրող փոքրիկի եւ դպրոցականի։ Գիրքը շատ մաչելի ձևով է մոտեցնում երեխային ընթերցանությանը, այն շատ հետաքրքիր նկարազարդում նաև բառաքանակով ու իրավիճակային հումորներով օգնում է, որպեսզի երեխաները հատկապես այն երեխաները, որոնք առաջին անգամ են գիրք առհասարակ վերցնելու իրենց ձեռքը, սիրեն գիրքը, ընթերցելու մշակույթը եւ սա կարելի է ասել ծնողները կարող են դիտարկել որպես այն բանալի գիրքը, որը երեխաներին կսովորեցնի առհասարակ գիրք կարդալ սիրել, ընթերցանությունը եւ գրականությունը, որտեվ իսկապես շատ հեշտ ընթերնելի է, շատ հետաքրքիր ու զվարճալի է եւ երեխաները սովորաբար երբ գալիս են մեզ պատմում են գրքի մասին հետագայում իրենց կարծիքները նույնքան հումորով ու ծիծաղելով են նույն իրավիճակները վերապատմում, որ զգացվում է, թե ինչքան հեշտ է եւ գիրքը ինչպես է օգնել երեխային սիրել իմ ասած այդ մշակույթը։ Եվ գրքի երրորդ մասը վերջերս մենք հրատարակեցինք եւ ներկայացրեցինք Երազի գիրք փառատոնի ժամանակ։ Իդեպ շտապեմ արդեն ուրախացնել եւ Վտվտիկի օրագրի սիրահարներին, որ 4-րդ մասը շուտով այս տարի չենք ուշացնի խոստանում ենք եւս լինի, արդեն աշնանը փոքրիկները կկարողանան կարդալ արդեն Վիմպիկիդի մյուս արկածները, այո, իսկ ինքը քանի մասից է բաղկացած առհասարակ։ Բավականին շատ 10-ից ավելի մոտ 2 տասնյակ մասից է բաղկացած։ Վիմպիկիդը գիտեք նաև մուլտ հերոս է, սերիալը կա, մուլտ սերիալը կա այս հերոսի արկածների մասին, այնպես որ երեխաները գիրքը ընթերցելուց հետո միայն խորհուրդ է տրվում, որպեսզի կարդան նաև դիտեն նաև մուլտ սերիալը, որովհետև հերոսներին, որ գրքում կտեսնեն, նրանք սկեչերի տեսքով են, իրենք էլ կարող են գունազարդել եւ ստանալ այն վտվտիկին, որոնք իրենք են պատկերացնում։ Այնպես որ ինտերակտիվ գիրք է եւ սպասում է, որպեսզի ունենա շարունակություն։ Ինձ հետաքրքիր է ինչպես եք ադապտացրել այս գիրքը, որտեվ հաստատ Վիմպիկիդը հաստատ հայերեն չի մտածել կամ խոսել, էլի։ Այո։ Հայերեն ինչպես եք ադապտացրել։ Կարելի ասել դժվար էր առաջինը, բայց երբ վտվտիկին արդեն հայաֆիկացնում ես, արդեն պատկերացնում ես, թե մյուս արկածներում ինչպիսի հայկական իրավիճակային հումորային բառեր, արտահայտություններ եւ լուծումներ կգտնի։ Մեր գլխավոր խմբագիրը Գնել Նալբանդյան այդ առումով մեր մայեստրոն է եւ նրա թեթև ձեռքով վտվտիկը այնպիսի հետաքրքիր եւ զվարճալի հայերեն է խոսում, որ ինքներս կարող ենք կարդալիս մտածել, որ իրականում բնօրինակը հայ հերոս է եղել, Արմենը կամ Արսենը կամ չգիտեմ Արամն է եղել, ոչ թե Վիմպիկիդի Գրեգը։ Ես առաջարկում եմ խոսենք մյուս գրքի մասին, որը որ Նյումեգը հրատարակել է գիրք նաև ամենափոքրերի համար։ Այն ֆրանսիական հայտնի կոմիքս է, առաջարկում ենք հիմա դիտել Բրյոշն ու Տարտինը գրքի տրեյլերը, որից հետո կշարունակենք խոսել մանկապատանեկան գրքերի մասին իհարկե։ Նմանը նմանին է գտնում։ Հայտնի ասացվածք, որը հիանալի նկարագրում է Բրյոշ եւ Տարտին աննկարագրելի զվարճալի զույգին։ Երկու շների ընկերությունը փորձությունների մի ամբողջ շարք է, հումորային թունդ վեճերով, իսկ երբեմն անտրամաբանական, բայց շատ զվարճալի։ Գունեղ եւ զվարճալի կոմիքս փոքրիկ ընթերցողների համար։ Կատակելու ու հիմարություններ անելու բնածին շնորհով երկու շների ընկերությունը, կատակներն ու զվարճալի խաղերը։ Վիոլետ Վայս, Բրյոշն ու Տարտինը, Շնիկն ու անհեթեթ բաներ։ Գիրք առաջին, ֆրանսիական ամենահայտնի կոմիքս հերոսների պատմությունը նաև հայերեն, Երազի գիրք։
Թող երազի գրքերը շատ լինեն, մանավանդ այսքան գեղեցիկ ու գունավոր։ Մենք դիտում էինք Նյումեկ հրատարակչության Երազ մատենաշարի հրատարակած նոր մանկական գիրքը Վիոլետ Վայսի Բրիոշն ու տարտինը։ Մանկական ու պատանեկան գրքերի մասին խոսում ենք Նյումեկ հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանի հետ եւ խոսում ենք արդեն ավելի փոքրիկների համար նախատեսված այս գրքի մասին ու շատ հետաքրքիր է ինչպես է այդ տարիքային խումբը ընտրում եւ նրանց ել ավելի համապատասխան գրքեր առանձնացնում ու հրատարակում։ Երազ մատենաշարում մենք ունենք չափանիշներ, որոնք միջազգային գրահրատարակչական ոլորտին են նաև համապատասխանեցված, իհարկե մենք դրանք նաև փորձում ենք այնպես անել, որ հայկական իրականության եւ հայկական կրթական, մշակութային եւ սոցիալական շերտերին էլ համապատասխանեն, ինչի մասին է դա նշանակում, որ մենք բոլոր գրքերը, որ հրատարակում ենք, տարիքային շեմը նշելիս հաշվի ենք առնում բառաքանակը, պատմությունները, դրանք պատկերազարդ այն հատվածները, որոնք կօգնեն տվյալ տարիքային խմբի երեխաներին ավելի հեշտությամբ ընկալել գիրքը, սիրել եւ կարդալ այն։ Բրիոշն ու տարտինը նախադպրոցական ավելի, ինչպես նշեցիք, փոքրիկների համար է, մանկապարտեզի գուցե կարելի ասել երեխաների համար, որը կարող են ընթերցել եւ ուսուցիչների, դաստիարակների եւ ծնողների հետ։ Մեզ համար սա նորություն էր Երազ մատենաշարում ինչ որ առումով, որովհետեւ հենց դասական կոմիքսային այսպիսի գիրք դեռ չէինք ունեցել եւ կարծում եմ արդեն կարող են սիրել մեր։ Ինչի մասին է խոսքը։ Այո։ Ահա, տեսեք կոմիքսներ, որ հավատակ եւ հասկանաք, որ այո, նախադպրոցական, ես մի պահ այսպես եղա նախադպրոցական տարիքում ինչպես են կարողանալու ընթերցել, բայց շատ հեշտ է, շատ մատչելի է, ինչպես նշեցիք Անի։ Այո, ինչպես նշեցի, նաև պետք է օգնեն փոքրիկներին, որպեսզի այդ տեքստերը, փոքրիկ տեքստերը կարդան, արդեն պատկերներով էլ երեխաները կարող են պատմությունը պատկերացնել։ Այո։ Ուրախ միանգամից տրամադրությամբ արդեն։ Ի տարբերություն վտվտիկի օրագրի, որը ավելի սպეციფიկ ամերիկյան մանկական գրականության շարքից է, սա արդեն եվրոպական է եւ այստեղ էլ հումորն էլ մի քիչ եվրոպական է, այստեղ էլ մի քիչ բարդություն ունենք, որ հենց սպეციფიկ ֆրանսիական, եվրոպական այդ նուրբ հումորը եւս հայերեն ճիշտ փոխանցել եւ ստանալ գրքի տրամադրությունը, այդ առումով մեր խմբագիրները Գոհար Մանուկյան, իհարկե գլխավոր խմբագրի հետ կարողացել են ստանալ այդ հետաքրքիր եւ նուրբ ֆրանսիական հումորը։ Կարծում եմ մեր փոքրիկները եւս կսիրեն այն։ Իհարկե։ Բրիոշի եւ տարտինի պատմությունը եւս շարունակություն է ունենալու, որովհետեւ գիրքը եռագրություն է։ Սպասենք արդեն երկրորդ եւ երրորդ մասերին։ Նաեւ եւս կա մեկ գիրք, որ շատ կուրախացնի դետեկտիվ պատմությունների փոքրիկ սիրահարներին։ Գիրքը կոչվում է Գազան դետեկտիվ։ Բաղկացած է մի քանի գրքից։ Այս արձակուրդների փաստորեն կարող ենք ասել, որ երիտասարդ փոքրիկ ընթերցողները արդեն կարող են ընթերցել սա հանգիստ։ Անպայման, որովհետև գիրքը արդեն գրախանութներում է, սա եւս շարքի առաջին գիրքն է, եւ մոտենանք մեր տարածաշրջանին, սա արդեն ռուսական գրականությունից է, ժամանակակից գրականության լավագույն նմուշներից է, Աննա Ստարոբինիցի Գազան դետեկտիվ շարքն է, որի մուլտսերիալը եւս կա։ Այստեղ արդեն գործողությունները եւ իրավիճակը պատկերացնում ենք անտառում, որտեղ կենդանիները գիշատիչ չեն եւ ոչ ոքի չեն ուտում, ոչ ոքի չեն սպանում եւ հանկարծ անտառում սպանություն է տեղի ունենում։ Պետք է մեր հերոսը արդեն դետեկտիվ գուպը փորձի գտնել ով է սպանել խեղճ նապաստակին եւ ինչպես մարդկանց միջև հարաբերություններում այնպես էլ անտառում գիշատիչների միջև տարբեր իրավիճակներ, հումորներ, դավաճանություններ եւ ընկերություն, այս ամենը կգտնենք կենդանական աշխարհում, որը շատ մարդեղեն է։ Կարծում եմ մեր արդեն ավելի քան մարդկանց կյանքում։ Մի քիչ ավելի բարձր տարիքի երեխաները կարծում եմ շատ կսիրեն ու շատ մեծ հետաքրքրությամբ, ինչպես մենք ենք դետեկտիվներ կարդում, նույնքան հետաքրքիր կարող են կարդալ եւ հումորն էլ վայելել։ Նաև շատ կարևոր է, որ գրական ոճերի պակաս չենք ունենում,
Նյումեգը նաև հոգում է դրա մասին, կա եւ արկածային, եւ պատմական, եւ փաստորեն դետեկտիվ գրականության ցանկ, մի խոսքով բոլոր սիրահարները իսկապես կարող են գտնել, սիրելի ծնողներ անպայման հաշվի առեք նաև ձեր երեխաների նախասիրությունները, որպեսզի նրա մոտ գիրք կարդալու հանդեպ սրտ խառնոց չառաջանա, այլ հակառակը առաջանա հաճիկ, որովհետև այս մարդիկ իսկապես հոգում են դրա մասին, անին քիչ առաջ նաև ասաց բանալի գրքի մասին, վտվտիկը, որը շատ կարևոր եւ շատ հետաքրքիր այդ իսկապես բանալի խոսք էր սա, որ կարող եք օգտագործել եւ այդքան փնտրտուքներից հետո կանգ առնել հենց այս գրքի վրա, մասնագետն է խորհուրդ տալիս, որ այո, այս գրքի միջոցով կարող է բացվել գեղեցիկ գրական սիրառատ պատմություն ձեր երեխայի համար։ Անի նաև ամառային փառատոնն է լինելու արխիվում Նյումեգի, կխնդրեմ մի փոքր պատմել այս փառատոնի մասին, ինչ է սպասվում։ Այո, Նյումեգի ամառային փառատոնը Նյումեգ Summer Fest 2026-ը կլինի հունիսի 27-ին։ Բոլորին սիրով հրավիրում ենք երազ այգի, որտեղ սպասվում է շատ հետաքրքիր գրական եւ ինչ որ առումով նաև սպորտային միջոցառում, որովհետև գիտեք, որ արդեն աշխարհի առաջնության ժամանակաշրջանում է լինելու եւ մենք էլ չէինք կարող անմասն մնալ աշխարհը համակած ֆուտբոլային տենդից, այնպես որ մենք ունենալու ենք գլխավոր հյուր, որը կլինի մեր լեգենդար Հենրիխ Մխիթարյանը։ Վերջապես մենք կարող ենք նրա մակագրությամբ իր գրքերը ունենալ եւ փակագծերը կարծում եմ այս տաղավարում մենք ավելի ուշ կգանք եւ կբացենք թե էլ ինչ հետաքրքիր գրքեր եւ միջոցառումներ են մեզ սպասելու։ Ամենակարևորը նշեմ, որ մուտքն ազատ է լինելու բոլորի համար, ինչպես Նյումեգի բոլոր փառատոներում։ Հրաշալի է, իսկապես երազի մասին թույլ տվեք անաչառություններ եւ ասել յուրահատուկ հետաքրքրությամբ ենք միշտ խոսում եւ լուսաբանում, սա իմ ամենասիրելի թեմաներից մեկն է դարձել ու հետաքրքիր է նաեւ ինչ եք զգում այսօր մոնիտորինգ անցկացնում եք վստահաբար, թե գրախանութներում, թե երևի օնլայն գնումների շրջանակում, ինչպիսին է երեխաների մոտ կամ ծնողների մոտ հետաքրքրությունը գրքերի հանդեպ, մանավանդ այսպիսի քանակի, այսպիսի ուղղվածության գրքերից հետո։ Ճիշտ նշեցիք, որ մենք իսկապես մոնիտորինգ ենք իրականացնում եւ ոչ միայն հայկական գրաշուկայում եւ ընթերցողների շրջանում, մենք այս տարի մասնակցեցինք Բոլոնիայի մանկական փառատոնին եւ այնտեղ մի ամբողջ շաբաթ շրջեցինք բոլոր տաղավարներով եւ ամբողջ աշխարհի բոլոր մանկական հրատարակչությունները ներկա էին, մեծ, միջին, փոքր, անհավանական է թե ինչպիսի գեղեցկություն եւ ինչպիսի տենդենսներ կա, այնպես որ մենք անընդհատ ուսումնասիրում ենք միջազգային շուկան, գնում, նայում, տեղում, ուսումնասիրում, շոշափում ենք նաեւ գրքերը, որովհետեւ այդ գրքերը պետք է ի վերջո հայտնվեն ապագա ընթերցողների, փոքրիկ ընթերցողների ձեռքին եւ մենք ավելի քան մեծ պատասխանատվություն ենք զգում, որպեսզի նրանց ճիշտ, ինչպես նշեցիք, վտվտիկի դեպքում, որ բանալի գիրք է, ճիշտ գիրք մատուցենք, որպեսզի երեխային չվանենք գրականությունից, գրքից եւ այդ մշակույթից, որը պարտադիր է հատկապես մեր այս իրականության մեջ, երբ բոլորս հեռախոսների եւ տեխնոլոգիաների, այո, շատ հետաքրքիր է եւ իդեպ շուտով հունիսի 1-ն է։ Այո, հունիսի 1-ն է։ Օրը շատ սիրելի, շատ սպասված երեխաների համար, միգուցե ինչ-որ նորություններ լինեն հենց կապված հունիսի 1-ի հետ կամ անակնկալներ կամ Այո, ճիշտ եք նշում, մենք ունենք անակնկալներ կրկին երազայգում, արդեն երազի մանկական հունիս 1-յան փառատոնի շրջանակում Նյումեգը ունենալու է տաղավար, որտեղ մեր բոլոր գրքերը կվաճառվեն զեղչով իհարկե եւ ծնողները կարող են մոտենալ եւ ամառային ընթերցանության երեխաների պաշարը գնել եւ ունենալու ենք հայտնի մարդկանց հետ ընթերցումներ եւ մեր գրքերը հայտնի մարդիկ, մեր հեղինակները նաեւ կընթերցեն, փոքրիկները կարող են գալ այգում վայելել այդ գեղեցիկ միջոցառումը, որվա վերջում էլ երազը պատրաստել է համերգային մեծ շոու, որը կարող են ծնողների հետ վայելել։ Այնպես որ բոլորին սիրով հրավիրում ենք հունիսի 1-ին, երեկոյան 5-ից երազ այգի կհանդիպենք, երազի գրքերի հետ կծանոթանանք, կընթերցենք ու կվայելենք գեղեցիկ հունիս 1-յան տրամադրությունը։ Ես հիշում եմ, երբ ես էի փոքր,
ու ունեի ընդամենը 2 մանկական գիրք, Հովհաննես Թումանյանի իհարկե հեքիաթները եւ Գրիմ եղբայրներ, ես նկարազարդ, հաստ այսպիսի գրքեր եմ վստահ եմ շատերդ ունեք, շատերդ հիշում եք այն հին շապիկները, 2 գիրքը ես ոնց էի Ղազարոս Աղայանը, այո, բայց քիչ նկարազարդած էր դա։ Բայց ու այդ գրքերը խունացած էին եւ տառատեսակով։ Չունենք մենք այսպիսի հնարավորություններ։ Բայց այնքան ջերմ էր այդ ամբողջ process-ը, մեզ համար շատ ինքը ունիկալ էր թվում, էլի այդ գրքերը, բայց այսօր շատ լավ է, որ արդեն հնարավորությունները ավելի լայն են, ավելի մեծ են եւ ձեր շնորհիվ իհարկե նաեւ։ Սիրելի ծնողներ, եթե դուք էլ բարի նախանձով լցվեցիք, ոչինչ, հոգ չէ, ձեր երեխաների համար անպայման գնեք այս գրքերը, նրանց հետ միասին դուք էլ կարդացեք եւ լրացրեք այն բացը։ Շնորհակալ ենք Անի, գեղեցիկ թեմայի անդրադարձի համար, մանահրելի աշխատանքի համար։ Մենք վստահ ենք, որ շուտով էլի կհանդիպենք, խոսենք արդեն նոր գաղափարների, նոր իրադարձությունների մասին, կբացենք արդեն փակագծերը։ Ձեզ լավ օր ենք մաղթում։ Ուրախ օր։ Շնորհակալություն, մենք էլ շատ ուրախ ենք մեր գրքերը այս տաղավարում միշտ ներկայացնելու համար։ Շնորհակալություն։ Մենք զրուցում ենք Նյումեգ հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանի հետ։ Մենք խոսում ենք Նյումեգի Երազ մատենաշարի հրատարակած մանկական ու պատանեկան նոր գրքերի մասին, որոնք ամառային արձակուրդներին կդառնան օգտակար եւ հետաքրքիր զբաղմունք փոքրիկ ընթերցողների համար։ Այո, այսօր Նյումեգը ներկայացրեց 4 գիրք։ Վերհիշենք։ Իհարկե։ Էդմոնդո դե Ամիչիսի սիրտը, Ջեֆ Քինի վտվտիկի օրագրի 3-րդ մասը, այո, Աննա Ստարոբինեցի Գազան դետեկտիվի առաջին մասը եւ ամենափոքրերի համար Վիոլետ Վայսի Բրյոշն ու Տարձինը։ Այս բոլոր գրքերի մասին կարող եք կարդալ, դիտել տեսանյութեր ու պատվիրել իհարկե newmeg.am կայքում։ Կարող եք նաև գնել Թումանյան 35 հասցեից G-Space-ում գտնվող Newmeg-ի book salon-ից։ Սիրելի ծնողներ, ձեռք բերեք գիրքը, առավել հետաքրքիր դարձեք ձեր երեխաների առօրյան ու ամառային արձակուրդները, վստահ ենք, որ ընթերցանությունը լավագույն զբաղմունքն է, որ կարող եք ապահովել ձեր երեխաների համար։ Դե հետաքրքիր գրքերի մասին զրույցներից հետո էլ կարճատև դադար այս պահին պետք է լինի, հետո նաև էլի հյուրեր ենք ունենալու, դեռ խոհանոց էլ պետք է տեղափոխվենք, այնպես որ իսկապես շարունակեք մնալ բարի լույսի հետ։ Իսկ մենք կարճատև դադարից հետո կվերադառնանք մեր ընթացքին։